Դեք նախ կուզեմ երկու խոսք անդրադառնալ ընդհանրապես սոցիոլոգիական հարցում այդ երևույթին, հա։ Ընդհանրապես ես որպես իրականությունը ներկայացնող մեթոդ քանակական հարցման այդ տիպին շատ թերհավատորեն եմ մոտենում։ Ինչի համար, որովհետև տեսեք 1100 ընտրույթ է կատարված, իսկ մենք ունենք, ասենք, ամենավատագույն տվյալներով 1.900.000 մինչև 2 միլիոն մարդ է Հայաստանում։ Հիմա, այսինքն այդ 1000 մարդու մոտ միջոցով նոր իրականություն է ստեղծում սոցիոլոգիական հարցումը եւ փորձում է իր իսկ ստեղծած այդ նոր իրականության միջոցով մանիպուլյացնել իրական իրականությունը, որ ունենք մենք, ասենք, այդ 2 միլիոն մարդու մեջ Հայաստանում։ Սա արդեն այդ վերապահումն է, հա։ Չնայած ես կարծում եմ, որ այն տվյալները, որոնք կան, ես չեմ ուզում այս հարցմանը կոնկրետ ինչ-որ կասկած հայտնել, որովհետև բավականին իմ կարծիքով բավականին պետք է որ մոտ լինի այն պատկերին, ինչ որ մենք ունենք այսօր Հայաստանում։ Այսինքն ժողովրդի մեջ բավական դեռևս բարձր է ռուսահպատակության, այլ ոչ թե խնդիրը այստեղ ոչ թե ռուսական կողմնորոշման, ռուսների այդ դաշնակցային հարաբերությունների, այլ հպատակային հարաբերության մասին է, որը որ ցավալի է դա, այսինքն մարդ, որը որ իրեն չի կարողանում դիտել անկախ ինքնիշխան սուբյեկտ եւ իր ճակատագիրը կարծում է, որ պետք է կառավարի ուրիշը, իսկ դա նշանակում է իր փոխարեն որոշումներ պետք է կայացնի մեկ ուրիշը։ Եվ այդ ուրիշը ոչ թե իր սեփական, ասենք, քաղաքացիական հանրույթից է, այլ ինչ-որ մի ուրիշ այլ պետությունից, որը որ այս դեպքում ներկայացնում է Ռուսաստանը մեր վերջին 200 տարվա ավանդական, այսպես ասած, բանը, հա, դաշնակից չէ, ինքը դաշնակից չի 200 տարի, մեր տեր տնօրենը, այսպես ասենք, հա, մեր գաղութարարը ես ավելի կոնկրետ կասեմ, և հիմա 200 տարի այդ գաղութային վիճակում ապրած ժողովուրդ է, բնականաբար իր մեջ դեռ պահպանում է այդ հետքը, նայեք տեսեք, ասենք նույն Հնդկաստանը, մյուս գաղութային երկրները, որոնք գտնվել են այլ իմպերիալիստական, ասենք, տոտալիտար պետությունների լծի տակ, դեռևս մինչև հիմա իրենք ունեն այդ իրենց կախյալի, հպատակի, ենթարկյալի, ստորոգյալի վիճակ, մենտալիտետ, պատկերացումները աշխարհի մասին, որ իրենք իրենց չեն կարող ապրել այս աշխարհում, որ իրենց մեկը կգա իրեն կվնասի, կոնկրետ մեր դեպքում այդ բանը վտանգավոր թշնամու դերում միշտ Թուրքիան է հանդես գալիս, որը շատ հմուտ ձևով Ռուսաստանն ու Թուրքիան այդ խաղը խաղում են մեր համար, թատրոնը կազմակերպում են, երբ որ ասենք Ռուսաստանին պետք է որ ինքը տարածքում մի քիչ ավելի այսպես իր այդ հովանավորի դերում հանդես գա, ինչ-որ մի ձևով ինքը անպայման կարողանում է այնպես անել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններն են պրովոկացվում եւ սրվում, այսինքն անդադ ինքը զենք է ծախում միլիարդների Ադրբեջանին, անդադ այդ վտանգը արդում պահելու, դրա հետ կապված թուրքերի ինչ-որ բանն է, էլի խնդիրն է այստեղ ակտուալացվում եւ մեր մոտ այդ վախը, որ մենք ինքներս մեր գլուխը չենք կարող պահպանել եւ մեզ պետք է ինչ-որ մեկը, որ մեզ պահպանի, այդ առասպել է էլի նորից սկսում է շրջանառվել եւ այս տիպի հարցումները նորից անդրադառնալով սոցիոլոգիական հարցման այդ ֆենոմենին կառուցում են այն փոքր իրականությունը, որը որ մանիպուլյացնում է այս մտածողությունը մեր մեջ, այսինքն նրանք անընդհատ արդում են պահում այդ բանը, այդ վախը ու այդ մտավոր մոտեցումը, մտքի այդ ուղղությունը, որ պետք է նայել դեպի հյուսիսային տիրոջը, որը որ այսպես նայելու դեպքում երբեք էլ մեր համար իհարկե ռազմավարական դաշնակից չի դառնա, որովհետև ցավոք սրտի հենց ռուսական քաղաքական էլիտաներն են Հայաստանին նայում դիտարկում որպես գաղութ, սկսած իրենց պրեզիդենտից վերջացած, ասենք, իրենց վերլուծաբանները տարբեր տեսակի, որոնք սպասարկում են քաղաքական վերնախավին Ռուսաստանին, նրանց հարցազրույցները կամ հոդվածները կարդում եք, ամբողջ գաղութատիրոջ, այսպես ասած, մեկնաբանություն է, հա, աշխարհին նայելու դիրքից է ինքը գաղութատիրոջ նայում Հայաստանը։
Եվ ասենք իրենք այդպես սովոր են, իրենք էլ պետք է փորձեն ինչ-որ մի բան փոխել իրենց մեջ, բայց որպեսզի իրենց մեջ մի բան փոխվի, մեր մեջ պետք է այդ բանը փոխվի, այսինքն մենք պետք է դադարենք մեզ նայել որպես հպատակի, պետք է փորձենք մեր մեջ դաշնակցի որակներ ստեղծել եւ այդ որակական հարթակից հարաբերվել Ռուսաստանի հետ, որի հետ փոխհարաբերություններ պահպանելը շատ կարեւոր է, որովհետեւ Ռուսաստանը բավականին կարեւոր եւ ազդեցիկ երկիր է աշխարհում եւ խոսքը նրա մասին չէ, որ ընդհանրապես երես թեքել, թիկունք շուռ տալ Ռուսաստանին, խոսքը նրա մասին է այլ արժանապատիվ կերպով որպես անկախ պետություն եւ ինքնիշխան հասարակություն փոխհարաբերվել մեկ այլ անկախ պետության եւ մեկ այլ ազգի հետ, որը որ չնայած քանակական առումով եւ ռազմական առումով բավական ավելի ազդեցիկ է, քան մերը, բայց ամեն դեպքում մենք միջազգային սուբյեկտության տեսանկյունից հավասարազոր սուբյեկտներ ենք եւ գոնե այդ դիրքը մենք պետք է փորձենք պահել, որը ցավոք սրտի չի ստացվում պահել, գլխավորապես մեր քաղաքական էլիտաների ստատկամտության պատճառով։ Մեր վերնախավը քաղաքական եւ սովորական կառավարող իշխանական կուսակցությունը շատ ստատկամիտ կուսակցություն է, չնայած ինքը ցեղասպանության գաղափարը այսպես փորձում մեր աշկին խաղացնել, բայց ինքը իրականում շատ ստատկամիտ ենթակայի հոգեբանությամբ մարդիկ են այնտեղ, որը զարմանալի կլիներ, որ այդպես էլ չլինեին։ Մեր օլիգարխիան ինքը տարօրինակ այդ ենթակայի մենտալիտետով օլիգարխիա ինքը ի տարբերություն այլ բուրժուազիայի կապիտալիստների, ովքեր փորձում են սեփական պետությունը ուժեղացնել, որ այդ պետությունը պաշտպանի իրենց կապիտալը միջազգային շուկաներում։ Մեր օլիգարխիան ստուկի հոգեբանությամբ էլի հայացքը ուղղել է ոչ թե սեփական պետություն ունենալուն, այլ Ռուսաստանը իրեն որպես հովանավոր պետություն ունենալուն։ Այսինքն իրենք պետություն տեսնում են Ռուսաստանը, ոչ թե Հայաստանը, սա խնդիրը։ Եվ նայեք մեր իշխանական վերնախավից եւ քաղաքական վերնախավից, այդ քաղաքական վերնախավն էլ նույն օլիգարխիան է, այդ նույն հարուստները, ամենահարուստ մարդիկ Հայաստանի ամենաբարձր պաշտոններն են զբաղեցնում, վարչապետ, պրեզիդենտ, իրենց ընտանիքներով վերցնենք, հա։ Չգիտեմ, այդ մնացած այդ բաները, մինիստրները Հայաստանի, պատգամավոր, մարզպետ, մուրզպետ, այդ ամբողջ այդ բաները, իրենք բանը հենց այդ օլիգարխներն են, ովքեր որ չեն տեսնում Հայաստանը որպես պետություն, իրենք պետություն իրենց պաշտպան տեսնում են Ռուսաստանը։ Այստեղ մի տեսակ համերաշխության եզր է հայտնվում մեր կառավարող վերնախավի եւ հասարակության այն մասի, որը որ շարունակում է մտածել էլի այդպես, որ Թուրքից բամես ով պետքա պաշտպանի։ Մենք ինքներս այնքան անզոր ու տկար ենք, որ ինքներս մեզ պաշտպանելու ունակ ազգ չենք։ Այսինքն այդ անզորությունն ու տկարությունը մեր գալիս այն մտածողության ձևից, որ մենք ընդունակություններ չունենք։ Չունենք այնքան ընդունակություն, որ կարողանանք աշխարհի այլ պետությունների հետ կանել քաղաքականություն եւ դիվանագիտություն, որ մեր անվտանգության համակարգը ավելի բազմազանացված լինի, որ մեր անվտանգությունը միայն կապված չլինի այդ մեր հյուսիսային տիրոջ հետ, հա, այդ Ռուսաստանի այդ մեր 200-ամյա այս դարավոր գաղութատիրոջ հետ, հա։ Այստեղ է խնդրեմը եւ այդ հարցումը, որը արված է ըստ էության խոսում է այս իրականության մասին, որը մեր ողջ իրականությունը չի, այլ մեր հայաստանյան իրականության մի հատվածն է, որտեղ Հայաստանում կա նաեւ այլ իրականություն, եւ այդ իրականությունը նոսենդի երիտասարդության մեջ է, որոնք որ արդեն ունեն ավելի adekvat վերաբերմունք Ռուսաստանին եւ մնացած աշխարհի պետություններին, որոնք իրենք ունեն հպարտության զգացողություն, ունեն արժանապատվության զգացողություն, ի տարբերություն մեր քաղաքական այդ էլիտայի, որը որ զրոյական արժանապատվություն ունի բանը, այդպեսին է արդեն բանը իրենց հանդեպ պատկերացումները կապված վերջինս շրջանի իրենց այդ դիրքորոշմանն է, դա հատկապես երբ որ Ռուսաստանը ուժեղացրեց իր ճնշումը Հայաստանի, դա սրանք մի անգամից sense թուլացան եւ որոշեցին, որ բանը էլ պետք է վայելեն, ասենք այդ տիրոջ բանը ձերքի, այս սեղանին խփված ձերքի այդ վախը, հա, իրանք վայելում են այդ վախը ու շուրեն տվել դա ապահովության,